Ամերիկա մտել են վիզայով մնալու համար դիմել Ապաստանի, 200,000 մարդու վիզա կարող է չեղարկվել, բայց եթե Ապաստանի գործն արդեն ընթացքի մեջ է, ինչ է իրականում փոխում այդ չեղարկումը։ 900 օրինագիծ, բայց ընդամենը մի քանի օր, Կալիֆորնիայի օրենսդիրների համար սկսվել է քաղաքական վերջին զանգը։ Նյու Յորքում այսի շուրջ սառույցը գնալով հաստանում է, նահանգը ոստիկանությանը հեռացնում է ներգաղթային գործողություններից։ ԿՀՎ-ի ղեկավարը Մոսկվայում է, բայց առաքելությունը ստվերում, ինչ պատճառով է Ջոն Ռադքլիֆը Ռուսաստանում հենց հիմա։ Դոլի Փարթոնը հեռացավ, ամերիկան խոնարհեց դրոշները, քանթրիի լեգենդի հիշատակին մեկ շաբաթ ազգային հարգանքի խորհրդանշական ժեստ։ Այս եւ մի շարք այլ լուրերի մանրամասները առաջիկա րոպեներին։ Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Արություն Մինասյանն եմ, բարև ձեզ, այսօր օգոստոսի 25-ն է, օրը երեքշաբթի եւ դուք դիտում եք օրվա երկրորդ թողարկումը։ Կանխամ շնորհակալություն, ինչպես միշտ հայտնեմ բոլոր նրանց, ովքեր որ մեզ մշտապես աջակցում են, իսկ եթե առաջին անգամ եք դիտում մեր լուրերը, ապա այսօր ճիշտ օրն է, որպեսզի բաժանորդագրվեք։ Սկսենք երկրորդ հատվածի առաջին լուրից, որը մեզ տանում է Սանտա Կլարիտա, այստեղ պատմական կենտրոնում հրդեհից այրվել է ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող շենքային համալիր։ Իշխանություններն արդեն հայտնում են, որ կորցրածը պետք է վերականգնվի։ Հրդեհի մասշտաբների պատճառով հայտարարվել է սկզբում երկրորդ, ապա երրորդ աստիճանի ահազանգ։ Հրշեջները ստիպված են եղել անցնել պաշտպանական մարտավարության կրակի դեմ պայքարելով նաև բարձրացված հրշեջ սանդուղքներից։ Ըստ հրշեջ ծառայության տվյալների գործողությանը մասնակցել է 112 հրշեջ և 58 միավոր տեխնիկա։ Առավոտյան հիմնական կրակը մարվել էր, սակայն աշխատանքները շարունակվել են նաև դրանից հետո։ Հրդեհի նշանակությունը միայն պատճառված նյութական վնասը չէ։ Այրված կառույցները գտնվում էին Old Town New Hall-ի Սանտա Կլարիտայի պատմական կենտրոնում։ Քաղաքապետ Լորեն Վեսթենը այն բնութագրել է քաղաքի պատմության արմատ և ցավով արձանագրել պատմական շենքի կորուստը։ Այժմ գլխավոր հարցերից մեկը այն է, թե ինչից է սկսվել հրդեհը։ Լոս Անջելեսի շրջանի շերիֆի վարչության հրկիզումների և պայթուցիկների բաժնի քննիչները հրշեջների հետ ուսումնասիրում են դեպքի վայրը։ Վնասներն այնքան մեծ են, որ տարածքի որոշ հատվածներ հատուկ տեխնիկայով մաքրվում և բացվում են, որպեսզի քննիչները կարողանան հասնել հնարավոր սկզբնաղբյուրին և պարզել կրակի առաջացման պատճառը։ Կալիֆորնիայի օրենսդիրների համար սկսվել է տարվա ամենալարված շաբաթներից մեկը։ Նահանգային օրենսդիրները նստաշրջանը ավարտում են մի քանի օրից, իսկ օրակարգում դեռևս մոտավորապես 900 օրինագիծ կա։ Մինչև օգոստոսի 31-ը պետք է որոշվի դրանցից որոնք ուղարկվեն նահանգապետ Գևին Նյուսոմի ստորագրմանը, իսկ որոնք կկանգնեցվեն։ Քննարկվող հարցերը վերաբերում են գրեթե բոլոր կալիֆորնիացիներին՝ էներգետիկայից ու տրանսպորտից մինչև առողջապահություն, կրթություն, արհեստական բանականություն և անձնական տվյալների պաշտպանություն։ Ամենաուշագրավ առաջարկներից մեկը վերաբերում է մինչև 16 տարեկան երեխաներին և սոցիալական ցանցերին։ Երկկուսակցական օրինագծով առաջարկվում է արգելել 16 տարին չլրացած անձանց մուտքը որոշ առցանց և սոցիալական հարթակներ, որոնք ունեն կախվածություն առաջացնող գործառույթներ։ Օրինագծի հեղինակ դեմոկրատ Ջոշ Լոուենթալը նախաձեռնությունը կապում է երեխաների հոգեկան առողջության հետ, մատնանշելով ինքնասպանությունների, սննդային խանգարումների, անհանգստության և դեպրեսիայի խնդիրը։ Նրա ձևակերպմամբ որոշ հարթակներ արդեն ավելի ճիշտ կլինի անվանել ոչ թե սոցիալական, այլ հակասոցիալական մեդիա։ Մյուս կարևոր ուղղությունը էլեկտրաէներգիան է։ Ամառային բարձր պահանջարկի պայմաններում քննարկվում են նախագծեր, որոնք պետք է նվազեցնեն ճնշումը Կալիֆորնիայի էլեկտրական ցանցերի վրա։ Սենատոր Ջորջ Բեքերի առաջարկներից մեկը նախատեսում է ֆինանսական խրախուսում այն բնակիչների համար, որոնք ամենածանրաբեռնված ժամերին կնվազեցնեն էլեկտրաէներգիայի օգտագործումը, իսկ տնային մարտկոցներ կամ խելացի թերմոստատներ ունեցող բնակիչները կարող են հնարավորություն ստանալ վարձատրվել էլեկտրացանցի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։ Բայց վերջին օրերի ամենաթեժ բանակցություններից մեկը վերաբերում է անտառային հրդեհների վնասների փոխհատուցմանը։ Նահանգապետ Նյուսոմը փորձում է համաձայնության հասնել այն հարցում, թե ով և որքան պետք է վճարի, երբ խոշոր հրդեհը բռնկվում է, օրինակ, կոմունալ ընկերության սարքավորման պատճառով։ Այստեղ արդեն բախվում են ապահովագրական ընկերությունների, խոշոր կոմունալ ընկերությունների և հրդեհներից տուժածների շահերը։ Հանրապետական օրենսդիրներն իրենց հերթին պահանջում են ավելի մանրամասն գնահատել մի շարք նախաձեռնությունների ֆինանսական հետևանքները, հատկապես այն նախագծերի, որոնք կարող են ազդել բենզինի, էներգիայի, սննդամթերքի գների վրա։ Նրանց հիմնական հարցադրումն է՝ մինչև նոր օրենք ընդունելը բնակիչները պետք է իմանան, թե այն վերջնական հաշվով որքան է արժանալու իրենց։ Ժամանակը քիչ է, օգոստոսի 31-ը վերջին օրն է, երբ օրենսդիրները կարող են օրինագծերն ուղարկել նահանգապետի գրասենյակ։ Դրանից հետո Նյուսոմը կունենա ամբողջ սեպտեմբերը որոշելու, որոնք ստորագրել, իսկ որոնց նկատմամբ վետո կիրառել։
Թրամփի վարչակազմը պատրաստվում է ներգաղթային քաղաքականության մեջ լայնածավալ փոփոխության։ Պետդեպարտամենտը նախատեսում է չեղարկել մինչև 200,000 օտարերկրացու գործնական և զբոսաշրջային B1 և B2 վիզաները, եթե այդ մարդիկ Միացյալ Նահանգներ ժամանելուց հետո դիմել են կամ ներկայում դիմում են քաղաքական ապաստանի համար։ Եթե ծրագիրն իրականացվի նախատեսված ձևով, այն կդառնա Միացյալ Նահանգների պատմության վիզաների ամենազանգվածային չեղարկումը։ Պետդեպարտամենտի փաստաթղթերի համաձայն խոսքը 2016-ից 26 թվականներին տրված B1 և B2 վիզաների մասին է։ Որոշումը դեռ վերջնականապես չի հայտարարվել և կարող է փոփոխվել կամ դատարանում վիճարկվել, սակայն այստեղ կա կարևոր հանգամանք։ Վիզայի չեղարկումը չի նշանակում ապաստանի դիմումի չեղարկում և ինքնաբերաբար չի նշանակում նաև արտաքսում։ B1 վիզան նախատեսված է հիմնականում կարճաժամկետ գործնական այցերի, իսկ B2-ն զբոսաշրջության, ընտանիքի անդամներին այցելելու կամ բուժման նպատակով ԱՄՆ մեկնելու համար։ Վարչակազմի դիրքորոշումն այն է, որ այդ վիզաները տրվում են ժամանակավոր այցի համար, մինչդեռ որոշ մարդիկ դրանցով մուտք են գործում ԱՄՆ և հետագայում դիմում ապաստանի երկրում մնալու նպատակով։ Բայց գործնականում ինչ է փոխվում այն մարդու համար, որն արդեն ԱՄՆ-ում է և ունի ընթացքի մեջ գտնվող ապաստանի գործ։ Նրանց ապաստանի գործը կարող է շարունակել քննվել, սակայն նրանք այլևս չեն ունենա գործող B1 կամ B2 վիզա և կվերադասակարգվեն ներգաղթային համակարգում։ Պետդեպարտամենտը դեռ չի հաստատում, որ վերջնական թիվը հենց 200,000 է լինելու։ Գերատեսչության խոսքով, մարդկանց նույնականացումն ու վիզաների չեղարկումը նախատեսվում է իրականացվել փուլային եղանակով և վերջնական թիվը կարող է փոփոխվել։ Նոր քաղաքականությունը նաև ավելի լայն ուղերձ ունի ապագայում B1, B2 վիզա ստանալ ցանկացողների համար։ Ներկայիս դիմորդներից արդեն պահանջվում է հաստատել, որ Միացյալ Նահանգներում ապաստան խնդրելու մտադրություն չունեն և նախատեսում են այցից հետո վերադառնալ իրենց երկիր։ Նյու Յորքում ուժի մեջ է մտել նոր օրենք, որն արգելում է տեղական ոստիկանության մարմիններին համագործակցության հատուկ համաձայնագրեր կնքել ներգաղթի և մաքսային ծառայության այսի հետ։ Օրենքն ընդունվել է հուլիսյան ներգաղթային ձերբակալությունների ռեկորդային թվի ֆոնին, որի մասին այսօր արդեն առաջին թողարկման ընթացքում խոսել եմ։ Նոր կարգավորումը փաստացի սահմանափակում է տեղական ոստիկանների մասնակցությունը Թրամփի վարչակազմի զանգվածային արտաքսումների քաղաքականությանը։ Նահանգապետ Քեթի Հոքուլը հայտարարել է, որ տեղական իրավապահները պետք է կենտրոնանան հանցագործությունների դեմ պայքարի վրա, այլ ոչ թե քաղաքացիական բնույթի ներգաղթային խախտումների։ Հոքուլի խոսքով տեղական ոստիկանությունը կարող է աջակցել այսին այն դեպքերում, երբ խոսքը իրական քրեական հանցագործության մասին է, սակայն ոչ միայն անձի ներգաղթային կարգավիճակի պատճառով։ Նյու Յորքի 62 շրջաններից երկուսը դեռ հրաժարվում են դադարեցնել այսի հետ իրենց համագործակցության համաձայնագրերը։ Դրանցից մեկը Նասաու շրջանն է, որի ղեկավար Բրյուս Բլեքմանը հանրապետական է և առաջիկա ընտրություններում Հոքուլի մրցակիցը։ Նահանգապետը սակայն նշել է, որ որևէ շրջանի ղեկավար չի կարող իրեն Նյու Յորքի օրենքներից վերդասել։ Վեճին արդեն միացել է Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիշիա Ջեյմսը։ Հոքուլի հայտարարությունից ընդամենը րոպեներ անց նրա գրասենյակը պաշտոնական ծանուցագրեր է ուղարկել մի շարք իրավապահ կառույցների, որոնք չեն հաստատել այսի հետ համաձայնագրերը դադարեցնելու իրենց պատրաստակամությունը կամ որոնց պատասխանները բավարար չեն համարվել։ Գլխավոր դատախազի գրասենյակի համաձայն սա առաջին իրավական քայլն է։ Եթե այդ կառույցները չկատարեն նոր օրենքի պահանջները, նահանգը կարող է նրանց դեմ քաղաքացիական հայց ներկայացնել դատարան։ Ամերիկյան երաժշտության ամենահիտնի դեմքերից մեկը քանթրի լեգենդ Դոլի Փարթոնը մահացել է 80 տարեկանում։ Նրա մահվան մասին հայտնել է ընտանիքը։ Դոլի Փարթոնը ոչ միայն քանթրի երաժշտության աստղ էր, այլև ամերիկյան մշակույթի խորհրդանիշ։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններից են Jolene և I Will Always Love You երգերը։ Վերջինս հետագայում համաշխարհային հիթ դարձավ նաև Whitney Houston-ի կատարմամբ։ Փարթոնը կարիերայի ընթացքում վաճառել է ավելի քան 100 միլիոն ձայնագրություն և արժանացել 11 Գրեմմի մրցանակի։ Նրա մահվան լուրից հետո ցավակցություններ են հնչում երաժշտության և կինոյի աշխարհի ամենահայտնի դեմքերից։ Բայց նրա ժառանգությունը միայն երաժշտությունն ու կինոն չէ։ Դոլի Փարթոնը տասնամյակներ շարունակ զբաղվել է բարեգործությամբ։ Նրա Imagination Library ծրագիրը միլիոնավոր անվճար գրքեր է տրամադրել երեխաներին, խրախուսելով վաղ տարիքում ընթերցանությունը։ Ընտանիքը խնդրել է ծաղիկների փոխարեն ցանկության դեպքում նվիրատվություններ կատարել հենց այդ ծրագրին։ Նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ քանթրիի երաժշտության լեգենդ Դոլի Փարթոնի մահվան կապակցությամբ ամերիկյան դրոշներն ամբողջ երկրում կիչեցվեն կիսով չափ։ Թրամփը True Social-ում գրել է, որ դրոշները կիչեցվեն մեկ շաբաթով երեքշաբթի երեկոյան ժամը 6-ից։ Նա նշել է, որ այդ քայլը արվում է Դոլի Փարթոնի հիշատակը հարգելու համար, հավելելով, որ աշխարհը սիրում է նրան։ Եվ մինչ կշարունակենք լուրերը, մի կարևոր տեղեկություն կարևոր մեզ և ձեզ համար։
Մենք ամեն օր աշխատում ենք, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական, հասարակական, տնտեսական եւ համայնքային կյանքը հասանելի դարձնենք հայերենով։ Մեր նպատակը ուժեղ, ժամանակակից եւ ամենակարևոր անկախ հայկական մեդիա ստեղծելն է, նոր հաղորդումներով, հարցազրույցներով եւ ռեպորտաժներով, եւ հենց այստեղ է կարևոր ձեր աջակցությունը։ Ձեր հանգանակությունները մեզ հնարավորություն կտան զարգանալ առանց քաղաքական կամ այլ շրջանակներից կախվածության, ընդլայնել աշխատանքը Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում, ինչու՞ չէ նաև նահանգներում ու բարելավել մեր տեխնիկական հնարավորությունները։ Սա ներդրում է Ամերիկայում անկախ եւ պրոֆեսիոնալ հայալեզու մեդիա ունենալու գաղափարի մեջ։ Եթե գնահատում եք մեր աշխատանքը, կարող եք դառնալ Արմեդիայի աջակիցը սկսած ամսական ընդամենը $5-ից։ Դուք աջակցում եք, մենք շարունակում ենք ստեղծել հայերեն մեր համայնքի համար։ Շնորհակալություն մեր համայնքի բոլոր այն անձանց, ովքեր արդեն միացել են այս կարևոր նախաձեռնությանը։ Աջակցելու համար պարզապես այցելեք armmedia.tv։ Եվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին Cosmopolis ռեստորանին, Keris Moms Bakery-ին, Կոզանյան Meat and Liquor-ին եւ Vivaldi Catering-ին։ Իդեպ, եթե առաջիկայում պատվեր կատարեք Vivaldi Catering-ից, ապա անպայման նշեք, որ իրենց մասին իմացել եք Arm Media-ից, այսինքն մեզանից։ Այդ դեպքում դուք կստանաք անվճար ամառային սեթ։ Իդեպ, ակցիան գործում է մինչև այս ամսվա վերջ։ 12 appetizers, 5 hot dishes, 5 sides, $300 for 10 to 12 people. Make every moment a Vivaldi moment. Շարունակենք լուրերը։ Կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Ջոն Ռադքլիֆը գտնվում է Մոսկվայում մի շարք հանդիպումների համար։ Սա ըստ հրապարակված տեղեկությունների նրա առաջին հայտնի այցն է Ռուսաստան ԿՀՎ տնօրենի պաշտոնում։ Այցի մասին տեղեկությունները տարածվել են այն բանից հետո, երբ Մոսկվայի օդանավակայաններից մեկում նկատվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing C-17A Globemaster 3 տրանսպորտային ինքնաթիռը, ինչպես նաև ամերիկյան դիվանագիտական ավտոշարասյուն։ Ոչ Վաշինգտոնը, ոչ Մոսկվան պաշտոնապես չեն հայտնել, թե ում այցի համար է ժամանել ինքնաթիռը կամ որն է այցի նպատակը։ Ռադքլիֆի այցից առաջ Միացյալ Նահանգները ըստ ուկրաինական պաշտոնյաների տեղեկացրել են Կիևին, որ բարձրաստիճան ամերիկյան պատվիրակություն է մեկնելու Մոսկվա եւ խնդրել են ժամանակավորապես դադարեցնել հարվածները մինչև պատվիրակության հեռանալը։ Վերջերս մամուլում տարածվել էր տեղեկություն ԱՄՆ վերջին հետախուզական գնահատականների մասին, որոնք ցույց են տալիս, որ Վլադիմիր Պուտինի ռիսկերի հաշվարկը կարող է փոխվել։ Ըստ այդ գնահատականների, Ռուսաստանի նախագահը կարող է ավելի պատրաստ լինել ՆԱՏՕ-ի անդամ երկրների նկատմամբ սադրիչ գործողություններ թույլատրելու, ներառյալ հիբրիդային եւ դժվար ապացուցելի գործողություններ, որոնք չեն հասնում բաց ռազմական բախման մակարդակի։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի հարցով ԱՄՆ միջնորդությամբ խաղաղ բանակցությունները հիմնականում փակուղում են, եւ կողմերի դիրքորոշումները առանցքային հարցերում շարունակում են զգալիորեն տարբերվել։ Այս այցի գլխավոր հարցն այժմ մնում է բաց։ Ռադքլիֆը Մոսկվա է գնացել Ուկրաինայի պատերազմի, հետախուզական շփումների, հնարավոր փոխանակումների, թե ավելի լայն ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների համար։ Պաշտոնական մեկնաբանություն դեռևս չկա։ Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների տնտեսական ճնշման նոր փուլը հայտնվել է միջազգային նավթային շուկաների ուշադրության կենտրոնում։ Սակայն փորձագետների գնահատմամբ այս պահին գլխավոր հարցը նույնիսկ նոր պատժամիջոցները չեն։ Շատ ավելի լուրջ գործոն է Իրանի նավթային արտահանման փաստացի շրջափակումը։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սկոտ Բենսետը ավելի վաղ հայտարարել էր Իրանի նավթային արդյունաբերության եւ իրանական նավթի վաճառքին աջակցող ընկերությունների ու ֆինանսական կառույցների նկատմամբ նոր պատժամիջոցների կամ երկրորդային պատժամիջոցների մասին։ Սակայն շուկաներում առայժմ դրանք համեմատաբար թույլ են գնահատվում, քանի որ պատժամիջոցների նոր ցանկում խոշոր միջազգային բանկեր կամ առանցքային ընկերություններ չեն հայտնվել։ Այստեղ հատկապես կարևոր է Չինաստանի գործոնը։ Չինաստանը վերջին տասնամյակում եղել է իրանական նավթի հիմնական գնորդը եւ հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել իր համագործակցությունը Իրանի հետ։ Զուգահեռաբար տեղի է ունենում շատ ավելի կարևոր գործընթաց։ Ըստ ներկայացված տեղեկությունների Պարսից ծոցում ԱՄՆ զինված ուժերի կողմից իրանական նավթի ֆիզիկական շրջափակման վերականգնումից հետո արդեն շուրջ 6 շաբաթ իրանական նավթով շատ քիչ տանկեր են հասել համաշխարհային շուկա, իսկ որոշ գնահատականներով հնարավոր է եւ ընդհանրապես ոչ մեկը։ Սա սկզբունքորեն նոր իրավիճակ է Թեհրանի համար։ Իրանը ավելի քան 4 տասնամյակ ապրել է ամերիկյան, իսկ ավելի ուշ նաև եվրոպական տարբեր պատժամիջոցների պայմաններում։ Այդ ամբողջ ընթացքում սակայն իրանական նավթը տարբեր ուղիներով շարունակել է հասնել միջազգային շուկա։ Այժմ առաջին անգամ առաջանում է իրավիճակ, երբ իրանական նավթի հոսքը կարող է գրեթե ամբողջությամբ դադարած լինել, իսկ նավթը
Իրանի տնտեսության եկամուտների կարևորագույն աղբյուրներից մեկն է։ Հենց այդ պատճառով նավթային շուկաներում այժմ քննարկվում է ոչ այնքան այն հարցը, թե որքան խիստ են Վաշինգտոնի նոր պատժամիջոցները, այլ որքան ժամանակ կարող է Իրանը դիմանալ, եթե նավթային եկամուտները կտրուկ նվազեն կամ փաստացի դադարեն։ Մյուս կարևոր հարցն այն է, թե որքան երկար կարող է պահպանվել ռազմական շրջափակումը, ինչպես է այն իրականացվում Պարսից ծոցում եւ ինչ քայլերի կարող է դիմել Թեհրանը իր նավթային արտահանումը վերականգնելու համար։ Եվ օրվա վերջին լուրը United Airlines-ը հայտարարել է միջազգային չվերթների ամենախոշոր ընդլայնման մասին։ 2027 թվականից ավիաընկերությունը կգործարկի միջազգային 10 նոր երթուղի, Միացյալ Նահանգները կապելով Եվրոպայի եւ Ասիայի նոր ուղղությունների հետ։ Նոր երթուղիներից 8-ը կմեկնարկեն Նյու Ջերսի Նյուարք Liberty International Airport-ից։ Նյուարքից ուղիղ չվերթներ կբացվեն դեպի Լյուքսեմբուրգ, Ֆրանսիայի Մարսել, Իսպանիայի Իբիցա եւ Վալենսիա, Պորտուգալիայի Տեսեյրա կղզի, Սլովենիայի Լյուբլիանա, ինչպես նաեւ Իտալիայի Սարդինիա եւ Սիցիլիա կղզիներ։ Եվս մեկ նոր չվերթ կգործարկվի Վաշինգտոնի Դալես օդանավականից դեպի Ֆրանսիայի Թուլուզ, իսկ Սան Ֆրանցիսկոից ուղիղ չվերթ կբացվի դեպի Ճապոնիայի Օկինավա։ Ավիաընկերությունն այժմ սպասարկում է շուրջ 160 միջազգային ուղղություն, իսկ նոր չվերթները նախատեսվում է սկսել արդեն 2027 թվականի մարտից։ Ինչ այսօրվա համար այսքանն էինք առանձնացրել, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, հուսով եմ, որ այս ընթացքում հասցրեցիք նաև բաժանորդագրվել մեր ալիքին, բայց հիշեք ամենակարևորը նա է, որ դուք լինեք միշտ առողջ եւ խաղաղ ցտեսություն։